Սելյայնակիցներ, ես ասում եմ պետությունը, կառավարությունը պետք է աջակցի տեղական արտադրողին։ Եթե խոսքը գնում է առևտրի համաշխարհային կազմակերպության մասին կամ տարիֆային, ոչ տարիֆային բարիերներ, բայց ես չեմ խոսում միայն ԱՀԿ գործիքակազմի մասին։ Էկոնոմիկայի նախարարն ասում է, դե տեսեք, մի հատ ընկերություն կա, ինքը կասկածելի նմանությամբ ապրանք արտադրում, դուք ասում եք դա հաճախորդներ, սպառողներին մոլորեցնում է, ինչի՞ չեք արգելում։ Պապան, ես չեմ ասում, զեղծարարությունը խթանեք, անազնիվ մրցակցությունը խթանեք։ Ես ասում եմ, աջակցեք տեղական արտադրողին, եւ գործիքակազմը շատ լայն է։ Ձեր պատասխանատվի մոտ այն տպավորությունն է, որ դուք խթանում եք անազնիվ մրցակցությունը։ Այլապես այդ օրինակը չէիք բերի։ Այո, տեղական արտադրողին պետք է խթանել, եւ դա ամբողջ աշխարհն է անում։ Մաքսային տարիֆները ինչի են մտած, ընդհանրապես ինչի են մաքս կանձում։ Դա մենակ ֆիսկալ նպատակ չունի, դա շուկան պաշտպանելու նպատակ ունի։ Լավ հասկացա, ԵԱՏՄ-ի անդամ եք, բայց այդ Էվիանը ԵԱՏՄ-ից չի գալի, է։ Ֆրանսիան ԵԱՏՄ անդամ չի, կարող է ուզում է, չգիտեմ, բայց ԵԱՏՄ անդամ չի։ Խոսք ուրիշ բանի մասին է։ Աջակցություն եւ վերջ։ Միացյալ Նահանգները շուկան պահում են։ ԵԱՏՄ-ն իր ներքին շուկան պահում է, չինացիք պահում են։ Ինչի մասն է խոսքը, ոչ ոք չի ասում, գնացեք զեղծարարության գործակներ կատարեք, աչք փակեք զեղծարարության վրա, միայն թե սեփական արտադրողը աճի։ Այդ տրամաբանությունն է, էլի, որ ինչ ասես, ինչ զիբիլ ասես վրան հայկական կոնյակ էին գնում արտանում էինք, դա համար է րոպեն մեկ գալիս է, չէ, սա կեղծա։ Հույս ունեմ կառավարությունը աշկերը բացել է եւ գիտի ինչ է կատարում եւ այդ կեղծ կոնյակը չփակելու արդյունքում նաև պատշաճ մրցակ արտադրողներն են ընդուժում։